Էս Լենինգրադում ենք, էս Կիև ենք, տես հիշում ես ես, տես, էս Մոսկվայում ենք, թորներս պապիկին այդ սանատորիայի նկարներում նայում էին, բերում էին, ասում էին, տատի տես պապիկի սիրածը, հլա տես Սոչի, հլա տես ես ինչ նկարա, ես ինչ նկարա Սոչի ծովին, տկլոր նկարա։ Ռաֆիկի ու քնարիկի հարկի տակ այսօր կրկին բացվել է ընտանեկան ալբոմը։ Տարիների ընթացքում դեղնած լուսանկարները ամուսինների մոտ ժպիտ են արթնացնում, ամեն նկար մի պատմություն է, մի հիշողություն, մի երջանիկ ակնթարթ, որն այսօր կրկին ապրում է։ Իսկ ընտանեկան ալբոմները բացելու առիթը տիկին քնարիկի ծննդյան օրն է։ Ասել է, թե կյանքի տարեգրքին եւս 1 տարի ավելացավ։ Ու քանի որ ծննդյան օրը հենց այն օրն է, երբ մարդը մի պահ հետ է նայում անցած ճանապարհին, գնահատում անցած, արժևորում ձեռք բերածը, կարոտով հիշում այլևս չկրկնվող պահերը, մի փոքր էլ կատակում իր երիտասարդության հետ, ապա նոր ուժով շարունակում առաջ գնալ։ Ծննդյան տարեդարձերը գալիս գնում են, բայց քնարիկի գլխավոր առաքելությունը մնում է անփոփոխ, չամուսնացած թոռանը վերջապես ամուսնացնել։ Արդեն 1000 աղջիկ է հավանել, 1000 հեռախոսահամար գտել ու ուղարկել արտերկրում իր գործերով զբաղված թոռանը, որը դեռ լուռ է, բայց քնարիկը չի հանձնվում։ Սպասեք, ասում եմ ախր տղա ջան, 8 ծոր ունեմ ես, ասում եմ հերիքա սպասի, ես չեմ ուզում ամուսնանամ, որ դուք ասում եմ ամուսնացի, որ մենք էլ արդեն մեծ ենք, էլի, չի ասում եմ ուշ կամուսնանամ, որ դուք երկար ապրեք։ Շատ հետաքրքիր երեխեք են։ Իսկ հարսնացու չեք ման գալիս դուք։ Բան չեմ անում, գիտես քանի հատ հարսնացու եմ գտելի։ Համարներ եմ տվել, գնալ տես, գնանայի, տվել եմ, տարել եմ։ Բայց չէ, մոտ չի, դեռ ժամանակը չի։ Եթե ամուսնության գործը թոռներին թողներ, հարցը երկար ժամանակ օրակարգ չէր մտնի։ Դրա համար էլ որոշեց սպասելու փոխարեն գործել։ Տատական փորձը գործի դրեց, ամուսնացող տղա թոռների համար չափանիշների մի ամբողջ ցուցակ կազմեց, ուսումնասիրեց, համեմատեց, ընտրեց ու սկսեց թեկնածուների որոնումները։ Եղել է աղջիկը լիովին համապատասխանել է իր կազմած ցուցակին, եղել է ոչ այնքան, բայց քնարիկի կարծիքով դա արդեն մանրուք է, կարևոր աղջիկը լավը լինի։ Այսօր արդեն հանգիստ խղճով կարող է ասել, որ իր տատական պարտքն ամբողջությամբ կատարել է, խիղճը հանգիստ է։ Փոքր թոռս, որ ամուսնացավ, իրան ցուցակ էի տվել, սենցելի, նենցելի, բայց եկավ 5 ցուցակիցս 4-ը բռնեց։ Ինչ էի գրել։ Ինչ էր գրել։ Գրել էի երկար մազերով, ինստիտուտ կամ սովորած կամ սովորելուց, ոբչեմ մի քանի ձևի բաներ էի ու 4-ը բռնեց։ Որը չբռնեց։ Մեկը չբռնեց, իրանք այս փոքր հարսինս։ Թե ինչը չբռնեց, իր ու թոռան գաղտնիքն է, հարսների իմանալու բանը չէ։ Ինչերի ասես պատրաստ չէ քնարիկ տատը միայն թե իր թոռներին երջանիկ տեսնի։ Իհարկե, եթե անկեղծ լինենք այս գործում, նա նաև իր շահն ունի, ուզում է շուտ ու հնարավորինս շատ ծոռների գրկել, գուրգուրել։ Թե չէ ում համար են ինքն ու Ռաֆիկը երկհարկանի տուն կառուցել։ Սիրում է, որ տունը մարդաշատ լինի, երեխաների ծիծաղով, աղմուկով ու կյանքով։ Մնում է միայն, որ թոռներն էլ մի փոքր արագացնեն իր մեծ ծրագրի կատարումը, իսկ մնացածը քնարիկն արդեն կկազմակերպի, դե ինչպես միշտ։ Ես շատ սիրել եմ մեծ ընտանիքը ու հյուրեր ընդունել, ճանապարհելը։ Մի հատ տեքորկին ունեի, ասում էր, վայ քուտունը շինվի, ամսում 10 անգամ քեֆ ես անում, ինչա քու կենացը խմեն, ասում էր, չէ, ես սիրում եմ, որ հավաքվեն, հյուրասիրեմ, այդ օրը ինձ համար մեծ բան է եղել։ Մինչև հիմա էլ է։ Ամեն ինչ իմ ձեռքով արել եմ, հա թխվածքներն էլ, ամեն նրանք խորովածը բան է, պապիկը արել են, բերել են, բայց իմ ձեռով հյուրերս եկել են, իմ սեղանը պարտադիր պատրաստ պետք լիներ, ոչ մեկի նեղություն չէի ուզում, ասում եմ եկել եք նստեք, վայելեք։ Իմ տարիքը, ասենք ընկերուհիներ ունեմ, իրանք էլ են զարմանում։ Ասում են աղջիկ, բա դու չես հոգնում այդքան, ասում եմ չէ, հենց մենակ ենք մնում, նոր եմ հոգնում։ Մի հատ այն կողմի վրա բռնեք, մյուս թոռս ա գալի իր ընտանիքով։ Ալվինա ջան, վայ, այսով է գալի։ Շնորհավոր տատի,
քուր ծնունն ես, երեգել իմ հարսիկի ծնունն այլ է, շնորհավոր։ Հայա, ոյ ուտեմ ձեզ ալա, ուտեմ գիզ ալա, եկամ, Շնորհավոր։ ապրեք ծավը տանեմ, ապրեք։ Արեգակ, ուր գնաց։ Արեգակ, բայ, արեգակս չի շնորհավոր էլ ինձ, Միկա արեգակս չշնորհավորեց ինձ։ Այդ տղա, ես արեգակիս պատմությունը պատմեմ, ինքը տատիկներին չի սիրում, պապիկներին է բոլորին սիրում, հիմի համոզվել է, ինձ այսքան սիրում է, ինձ ասում է, այսքան սիրում եմ, Միկա այս ասում եմ, Միկա ասում է, այդ տղա մի քիչ շատ սիրի տատիկին, ասում եմ, չէ Միկա ջան, հերիկա, թող այդքան սիրի ինձ։ Կամաց հավաքվում են Քնարիկի ու Ռաֆիկի թոռները, նրանցից շատերն այսօր ապրում են Հայաստանից հեռու աշխարհի տարբեր անկյուններում, բայց ամեն անգամ երբ առիթ է լինում ճանապարհը նորից բերում է հայրական տուն, չգալ պարզապես չեն կարող։ Այստեղ է անցել նրանց մանկությունը, այստեղ են ծնվել ամենաջերմ հիշողությունները, այստեղ են լսվել առաջին ծիծաղները, արվել առաջին քայլերը, տեսել առաջին երազանքները։ Այս տունը նրանց համար պարզապես հասցե չէ, այլ այն բույնն է, որտեղից սովորել են թռչել։ Հենց այս բակից են սկսել իրենց մեծ ճանապարհը, բարձր թռիչքներ կատարել, հասել աշխարհի տարբեր կողմեր ու յուրաքանչյուրն իր ոլորտում ստեղծել սեփական հաջողության պատմությունը։ Իսկ այդ հաջողություններից ամենաշատը հպարտանում են Քնարիկն ու Ռաֆիկը։ Աշխարհի ցանկացած կետից այս տուն տանող ճանապարհը միշտ բաց է, իսկ այստեղ նրանց սպասում են նույն ջերմ գրկաբաց ծնողները։ Բոլորը ավարտել են, սովորել են, ամուսնացել են եւ ապրել ենք այս տանը, 5 թոռ ենք պահել ես, բոլորը սիրում են այստեղ մինչև 7 տարի։ 7 տարի հետո կեսը Երևան գնացին, կեսը Մոսկվա գնացին, տենց ծրվեցին թոռներից, մեծ թոռը Հոլանդիա ամուսնացավ, գնաց, տեղափոխվեցին, դպրոցը ավարտեցին, սովորեցին, տենց մենք մնացինք ստեղ։ Հիմա էլ բոլորի ուշքը ստեղ է, ամեն տարի ամենքը երբ հասցնում են, գալիս են, մեզ մենակ չեն թողնում, մենք վայելում ենք մեր ծերությունը, հիմա արդեն չենք կարում, ոչ մի բան չենք անում հողամասում։ Ժամանակին այս հողակտորը ամայի տարածք էր, ոչ ծառ, ոչ այգի, ոչ էլ կյանքի շունչ, բայց Քնարիկն ու Ռաֆիկը հավատացին իրենց երազանքին ու սեփական ձեռքերով ստեղծեցին իրենց աշխարհը։ Քրտինքով ու անխոճ աշխատանքով հիմնեցին ազնվամորու այգի, տնկեցին հարյուրավոր պտղատու ու դեկորատիվ ծառեր, տարիների ընթացքում մեծացրին տունը ու դեռ 90-ականների ամենածանր օրերին մշտական բնակություն հաստատեցին այստեղ։ Այդ դժվար տարիներին հենց այս այգին էր, որ դարձավ ընտանիքի հենարանը, ապրուստի աղբյուրը, ուժ ու հույս տվողը։ Այս հողն օգնեց նրանց ոտքի կանգնել, իսկ նրանք իրենց հերթին շունչ ու կյանք տվին այս հողին։ Երեխեքս չէին աշխատում ու մենք կարողացանք այս այգիով, այս հողամասով մենք իրանց լավ պահենք։ 40 վեդրո մենք մալինա ենք քաղել։ Գալիս էին մարդիկ։ Օրը, հա։ Օրու մեջ ասենք, օրու մեջ, 2 օրը մեկ 40 վեդրո մալինա ենք մենք երեխեքս ստեղենել է, բոլորը օգնել են, հարսներս, թոռներս արդեն մեծ էին, օգնում էին, խաղում էին, հանձնում էինք ու այդ փողին ուտելի կամ իրանց համար ինչ պետք է, նենց որ իրանց լավ պահել ենք մենք իմ երեխեքին։ Իրանց մենք կարել, որ իրանք հետագայում չխեղծանան, գիտենան, որ իրանք տուն ունեն, տեղ ունեն, որ իրանց պապը չարչարվել է, աշխատել է, ես ինչքան ծառքների մեկ շահին ձեռով է դուզել, պապամին ես եմ պապին։ Ամուսինների տունը Սանահին կայարանի ամենավերջում երկաթուղու ու դեպետի արանքում է։ Խաղաղ ու հանգիստ տեղ է բացառությամբ դեպետի գժությունների ժամանակ։ Մեկ-մեկ էլ անցնող երկաթուղային շարժակազմն է խանգարում անդորը։ Հարևաններ արդեն չունեն, բայց Քնարիկն ու Ռաֆիկը չեն պատկերացնում իրենց կյանքն ուրիշ վայրում։ Նրանց այստեղ է պահում այն մեծ սերը, որ ունեն դեպի իրենց ստեղծած աշխարհը։ Մեր պապիկը, իմ ամուսինը շատ է սիրել բնությունը, գյուղը։ Մենք հագվու գյուղից այնքը, մի քանի տարի, 10 տարի երևի տենց ապրել ենք Սարահարթում, բայց շաբաթ կիրակի երեխեքին տարել բնության գիրկը, իրա պապական տուն, ընդեղ ենք մնացել, հողեր մշակում, նոր ծառեր գծեց, ամեն ինչ արեց, հետո
տարիներ հետո ստացվեց, որ փոքր եղբայրը գնաց այնտեղ ապրելու, փոքր տուն էր, մեզ հարմար չէր։ Այս սա էլ իմ հորեղբոր հողամացն է սա եղել։ Հորեղբայրս մահացավ, իր տղաները չուզեցին ստեղ ապրել ու առաջարկեցին, որ մենք գանք ստեղ ապրել, հողը մշակենք, բաղչենք, ծառեր տնկեց, ամեն ինչ արավ ու մտածեցինք մի փոքր տուն սարքենք, բայց ստացվեց, մեծ տուն ստացվեց, նենց էր, որ ինքն էլ աշխատանքը օրսում աշխատել, 25 տարի երկար տարիներ աշխատել է օրսում, առևտրի բաժնում մինչև տնօրենա հասել։ Հետո արդեն փակվեց այդ օրսը, ինքը մնաց անաշխատանք, գործարան մտավ։ Գործարանում իրան աշխատանք տվեցին, աշխատեց մի քանի տարի ու տեղ էլ կրճատվեց։ Ստացվեց, որ աշխատանք չունենք, չենք կարողա Սարահարթից ամեն օր գանք գնանք ու այս տունը կառուցվեց 90-ական թվականներին, կիսասարքել մենք ապրել ենք այստեղ։ Թորներս, երեխեքս սովորում էին, 5 երեխեքս, հարսերս 5 ուսանող են ելել միանգամից սովորել են, պապը օգնել ենք, իրանք սովորել են, դե այն վաղտ անվճար էր ամեն ինչը։ Ժամանակն անցավ, թորները կրթություն ստացան, սկսեցին աշխատել ու իրենց առաջին հաջողությունների հետ միասին երբեք չմոռացան այն տունը, որտեղ մեծացել էին։ Ամեն մեկը ինչքան կարողացել իր ներդրումն է ունեցել, որպեսզի տատիկի ու պապիկի տարիների աշխատանքով կառուցած տունը ավելի հարմարավետ, ավելի ջերմ ու ավելի գեղեցիկ դառնա։ Քնարիկ տատը ժպիտով ասում է, որ այս տան վրա ամենքն էլ իրենց բաժին քրտինքն ու ձեռքի աշխատանքն ունեն։ Դրա համար էլ տունն այլևս միայն իրենն ու Ռաֆիկինը չէ, այլ ամբողջ ընտանիքինն է։ Հիմա էլ թորներից ամեն մեկն իր անկյունն ունի, իր սենյակը, ու որքան էլ կյանքը նրանց տանի աշխարհի տարբեր կողմեր, միշտ գիտեն, որ կա մի տուն, որտեղ իրենց սպասում են, որտեղ ամեն ինչ հարազատ է, որտեղ դուռը երբեք չի փակվում, ու գուցե հենց դա էլ այս տան ամենամեծ արժեքն է։ Ամուսինները, որ արդեն 60 տարի միասին են, հասցրել են գրեթե ամեն ինչ, տեսնել իրենց զավակների ու թորների երջանկությունը, ուրախանալ, հպարտանալ, բայց մի բան թերի է մնացել, թերևս դա կարող է ուղղել միայն չամուսնացած թոռը։ Մի բան ասեմ, չծիծաղեք իմ վրա, ես նույնիսկ ուզում էի թորներիցս որևէ մեկը ռուս, ես որ ռուսական կրթություն ունեի, ուզում էի ռուս արս ունենալ։ Եղավ, չի եղել պատկերացրու։ մեկը դեռ լինի։ Դե մի վերջինն է, բայց նա վերջի տղա թորից մնում է։ Հույսը նա է։ Բայց չէ, չեմ պատկերացնում։ Քնարիկն ու Ռաֆիկն, ինչպես ասացինք, միասին կյանքի ճանապարհ են անցել շուրջ 60 տարի։ Այդ տարիների կեսից ավելին ապրել են հենց այս տան իրենց ձեռքերով ստեղծած աշխարհում։ Իհարկե, կյանքն իր հետ բերել է նաև դժվարություններ։ Պապն այսօր առողջական խնդիրներ ունի ու տատն էլ նրա կողքից հեռու չի գնում։ Բայց չնայած ամեն ինչին, երկուսն էլ երջանիկ են իրենց ստեղծած ընտանիքով, զավակներով, թոռներով ու ծոռներով, ովքեր գալիս են, լցնում տունը ձայներով ու հիշեցնում, որ իրենց անցած ճանապարհն իզուր չի եղել։ Պապիկը շատ վատ էր, աղջիկս կան որ մահանամ, ասում եմ, այդ երեխեքը իրան ուժ են տալի։ Պատկերացրեք, որ հավաքվում են, ինքը ոնց որ լավ ասում իրան։ Որ մենակ է կլում։ Որ մենակ են կլում, արդեն մենակ այդ մասին է մտածում։ Իսկ կարող է ուզում որ գան Հայաստան ու միշտ իր կողքին ապրեն, հա, պապ։ Էն էլ ոնց ենք ուզում, բայց թորս տղայից մեծ տղան հիմա Մոսկվայում, ինքը անասնաբուրժա ինքը ավարտեց, որ ինքը ստեղ շատ է սիրում, որ գա ստեղ աշխատի։ Մտածում ենք, որ նույնիսկ աշխատանքը, աշխատատեղ կթա իր համար, որ գան իմացավ աշխատավարձը բան, պատատի ոնց կլի, այդքանով մենք կարանք տուն արել իր համար, շատ ենք մտածում, շատ, որ իմ այսքան խելաց երեխեքս Մոսկվայում են։ Պատկերացրու կողքս հողամաս են ծախում, ասի թորից ասի, ես ուզում եմ, որ դու ստեղ հողամաս ունենաս։ Հա, պատկերացրու ինքը եկավ, այդ հողամասը առավ, բայց ոչինչ բան չի անում։ Քնարիկի ամենասիրելի գործը բերքահավաքն է, բայց թոռների ու ծոռների հետ։ Ճիշտ է, հիմա ինքն էլ առողջական խնդիրներ ունի, քայլել դժվարանում է, բայց նրանց գալու հետ հիվանդությունները մոռանում է ու այգի մտնում։ Իսեր,
Ես նոր ասկսել դուրս գալը մոշը։ Ամառն ամուսինների ամենասիրելի ժամանակն է։ Շատ շնորհակալ եմ իմ թորներից, իմ ծորներից։ Մենք վայելում ենք մեր իրոք որ այս տարիքում մենք վայելում ենք մեր թորների, մեր երեխեքի ուրախությունը։ Սա ուրախություն է։ Մենք ամբողջ ձմեռ սպասում ենք, երբ են իրանք հավաքվելու գալու։ Տարվա ամենալավ եղանակն ամառը, ձմեռը որ մենակ ենք լինում, դա մեզ համար շատ ծանր անցնում։ Ձմռանը տխրելու ու կարոտելու ժամանակ դեռ կլինի, իսկ հիմա ժամանակն է ուրախանալու, վայելելու յուրաքանչյուր վայրկյանն ու գնահատելու այն ամենաթանկ պահերը, որոնք կյանքը նվիրում է։ Քնարիկ տատը իր սիրելի Ռաֆիկի կողքին երեխաներով, թոռներով ու ծոռներով շրջապատված ժպիտով փչում է իր ծննդյան մոմերը։ Happy birthday to you. Happy birthday, happy birthday, happy birthday to you. Ապրեք, ապրեք։ Ապրեք, Ինչ երազանք եք պահել։ Երազանք ունեմ իմ թորնիկին ամուսնանա, ես իր ուրախությունը տեսնեմ։ Այսօր այս տարվա իմ երազանքը դա է։ Մոմերը հանգչում են, բայց նրա սրտում վառվում է ամենակարևոր ցանկությունը տեսնել իր հարազատներին առողջ, երջանիկ ու միշտ իրար կողքի։ Եվ քանի դեռ այս տունը լցվում է երեխաների ծիծաղով, թոռների ու ծոռների ձայներով, քանի դեռ սեղանի շուրջ հավաքվում են հարազատները, Քնարիկի սիրտը հանգիստ է, որովհետև գիտի իր ամենամեծ գործը կատարված է։ Ստեղծել է մի ընտանիք, որտեղ սերը փոխանցվում է սերնդեսերունդ, որտեղ կա համերաշխություն ու խաղաղություն։ Հարգելի հետևորդ, եթե բաժանորդագրված չեք մեր ալիքին, առաջարկում եմ բաժանորդագրվել եւ անպայման հավանել, լայքել այս տեսանյութը։ Ձեր այդ աջակցությամբ հնարավորություն եք տալիս շարունակել աշխատել եւ ներկայացնել ել ավելի հետաքրքիր մարդկանց ու մարդկային զարմանահրաշ պատմություններ։ Շարունակվում է Հրաչյա Պապինյանի Ալավերդի գրքի վաճառքը 1000 էջ եւ 1600 եզակի լուսանկար։ Ալավերդի համայնքի եւ հարևան բնակավայրերի պատմությունը նախաուրարտական շրջանից մինչեւ մեր օրերը, անհայտ մանրամասներ, Ատաշեսյանների ու Արշակունիների շրջան, Լոռու Գյուրիկյան թագավորությունը եւ նրա արքա Դավիթ անհողինի աշխարհակալ արշավանքները, մոնղոլների, սելջուկների, վրացիների կառավարման շրջան, Ալավերդու խորհրդավոր քարայրերը, Լոռու քաջերի եւ լեզգիների արշավանքների ամենադրամատիկ եւ ամենամանրամասն 150-ամյա պատմությունը, Լոռու ազնվական տների եւ պղնձի 250 տարվա ամբողջական պատմությունը, բոլշևիկյան ապստամբություններ, Լոռու չեզոք գոտի, Թիֆլիս Սանահին երկաթուղու շինարարություն, Ալավերդու թաղամասերի հիմնարկ ձեռնարկությունների կրթական ու մշակութային հաստատությունների հիմնադրում գործունեություն, նշանավոր շենքերի կառուցման եւ նշանավոր մարդկանց պատմություններ։ Գիրքը կարելի է ձեռք բերել Ալավերդու Կատա սուպերմարկետի գրախանութից, Զայաթնովա փողոցում գտնվող գրախանութից, Valex Garden հյուրանոցի նախասրահի ընդունարանից։ Երևանում այն կարելի է ձեռք բերել Բուկինիստ ցանցի Մաշտոցի պողոտայի եւ Դալմա Garden առևտրի կենտրոնի գրախանութներից։ Գիրք Ալավերդու եւ Լոռու պատմությամբ հետաքրքրվողների եւ ուսանողների համար։